Շատ հետաքրքիր խաղ ստացվեց, այսօր ավելի լավ ենք պատրաստված, քան գավաթային մի քանի օր առաջ կայացած հանդիպմանը։ Ճիշտ է, առաջին րոպեներին գոլ բաց թողեցինք, բայց շատ լավ բաներ կար մեր խաղի մեջ, առաջընթաց կա, հաշվի առնելով, որ կազմի հետ կապված խնդիրներ ունեինք, երկու հոգի ընդհանրապես այդ դիրքում չէին խաղացել, որում այսօր դուրս եկան, կարելի է համարել, որ վատ չէր, սխալներ շատ ունենք, դրանց վրա կաշխատենք, մենք ունենք պատասխան գավաթի հանդիպում, ամեն ինչ պետք է անել, որ մաքսիմալ պատրաստ լինենք, նենց է ստացվում, որ Վանի հետ խաղերի ժամանակ մենք միշտ ինչ-որ խնդիրներ ենք ունենում, ու մի խնդիր չէ, մի քանի խնդիր, հույսով եմ մինչև գավաթ շատ այդ խնդիրները մենք կհասցնենք շտկենք։ Այսօր ինչ խնդիրների մասին է խոսքը։ Կադրային արդեն ասեցի, խնդիրը օրինակ կենտրոն պաշտպաններ, հենակետային էր խաղում այդ դիրքում, հարձակվող խաղում էր նոմինալ աջ պաշտպանը, ու էլի մի քանի տենց տակտիկական խնդիրներ ունենք, մոտիվացիայի խնդիր, ավելի շատ կենտրոնացման ուշադրության խնդիր ունենք առաջի րոպեներին, ստանդարտներին, չեմ կարող ասեմ, որ մոտիվացիան քիչ էր, հակառակը ավելի լավ էր ու էլ ավելի լավ է լինելու, մի քիչ իրար հասկանալու խնդիր ունենք, դա էլ փորձի հետ է գալի, խաղեր անցկացնելով դա կգա։ Երկրորդ խաղակեսը ինքներդ տեսակ, նորից նույնը կարամ ասեմ ոնց որ գավաթային խաղին, Վանը կուզենար ուրիշ պահեր գնդակը, բայց մենք էլ ավելի լավ խաղացինք, վերջի 15-20 րոպեն բնականաբար համակարգը փոխեցին, արդեն սկսեցին հաշիվը պահել, միջև այդ իրանք պահեր ունեցան, բայց մենք խաղի մեջ էինք ու եթե շտկենք այդ մի քանի խնդիրը, օրինակ գնդակ չկորցնել մեր Տուգանային առջևում, կոնտրպրեսինգը մի քիչ ավելի լավ ապահովենք, կոնտրատականները հասցնենք հարվածի, ամեն ինչ տեղը կգա։ Ձեզ շնորհակալություն։